Ինչ վերաբերում է քաղաքական խոսույթին, շատ լավ բան եք ասում, շատ ողջունելի։ Ես կիսում եմ պարոն քաղաքապետի կարծիքը, որ շատ լավ կլիներ ունենայինք պատասխանները հենց ձեր պատգամավորների, թե ինչու են իրենք երբեմն Գյումրեցու բարբառով ասած առնակավորի ձևակերպումներ տալիս, բայց տեսեք, դուք խոսում եք պարողների մասին, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունը ուր գնաց պարեց, հետո հասնեց դա թուրքի։ Դուք խոսում եք լացողների մասին, բայց հիմա ձեր համագումարների ժամանակ հատուկ Չեխովյան պաուզա եք պահում, որպեսզի ցույց տաք, որ ձեզ ուզում է այս պետության բախնի ճակատագիրը։ Դուք խոսում եք սնուցող մայրերի մասին, բայց եռաբլուրում այդ սնուցող մայրերին ոտու ձեռ արած քաշ եք տալիս ձեր կարմիր բերետավորներով հանդերձ։ Դուք խոսում եք 70 քանի միլիարդ Գյումրիում արված ներդրման մասին, բայց ինչպես Տրամպը ձևակերպեց, Ալիևի հայրենակիցը Արցախում թողել է 5 միլիարդ դոլարի զենք, ինչը հավասարազոր է 1 տրիլիոն 900 միլիարդ դրամի։ Այնպես որ եթե քաղաքական խոսույթով եք խոսում, եկեք բոլորս քաղաքական խոսույթով խոսենք, որովհետև դուք ասում եք մի բան, ձեր գործընկերները անում են 180 աստիճանով, չնայած ձեր ֆրակցիայում ընդունված է քաղաքական ուժի մոտ 180 աստիճանը 360-ով ասել, էլի, մաթեմատիկորեն ճիշտ է 180 աստիճան։ Եկեք մնանք այն այդ դաշտի մեջ քաղաքական, եթե ուզում ենք բոլորս քաղաքական խոսույթով խոսենք, որովհետև գիտեք, ճարտարախոսությամբ, եթե հիմա սկսենք հանդես գալ ու փաստեր առաջի պլան բերել, ով ինչ է արել, ինչքան է արել, դա հստակ փաստ է։ 7 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չի կառուցել։ Մնացածը արդեն ճաշակի հարց է, մեկնաբանության հարց է, լավ է դուք եք ասում մանիպուլյացիա բառ եք օգտագործում, դրա օլիմպիական չեմպիոնն է ձեր քաղաքական ուժը։